Կառավարության հետ որևէ պատգամավորիչի հետաքրքրում, թե հոկտեմբերի 27-ի վերաբացված գործը ուր հասավ։ Չի հետաքրքրում։ Մի անգամ եմ լսել Անդրանիկ Քոչարյանը դատախազին հարցեց։ Ընդհանրապես ավելին ասեմ, 2 տարի առաջ, թե անցյալ տարի այս օրը Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի կազմակերպած այս միջոցառման ժամանակ հարց են բարձրացրել, ինչու ազգային ժողովը անվտանգության հանձնաժողովը լսումներ չի կազմակերպում հոկտեմբերի 27-ի գործը ինչ եղավ, ուր հասավ։ Գոնե փակ լսումներ արեք, մի հատ կանչեք դատախազ, քննչական։ Պատասխանեց ձեզ Ալեն Սիմոնյանը։ Ամիջապես Անդրանիկ Քոչարյանին ասեց, Տեգին Բախշյանը ինչ է ասում, ինքն էլ լսեց ու ոչ մի բան։ Գիտեք, այս ավելին ասեմ ձեզ, 2023 թվականի Կարեն Դեմիրճյանի արձանի բացման օրը վարչապետ Փաշինյանը ասեց, որ այդ գործը վերաբացելու հոկտեմբերի 27 վերաբացելու եւ պատվիրատուներին կազմակերպիչներին բացահայտելը Հայաստանի պատվի խնդիրն է։ Հիշում եք։ Ասեց, որ սա կրակոց էր Հայաստան պետության դեմ, հոկտեմբերի 27-ը ուղղված էր Հայաստան պետության դեմ եւ այն բացահայտելը Հայաստան պետության արժանապատվության խնդիրն է։ Հիմա ինչ։ Հիմա ես օդի մեջ ում ձեռնտու չի հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտումը։ Որևէ իշխանության հոկտեմբերի 27-ից հետո որևէ իշխանության համար բացահայտումը ձեռնտու չի եղել, երևի։ Նախորդներին ես հասկանում եմ, որովհետև իրենք ամիջապես մեջն էին Սերժ Սարգսյան, Քոչարյան նախագահ, Սերժ Սարգսյան անվտանգության պատասխանատու նախարար, իրենք գիտեին, ժողովուրդ, իրենք գիտեին, ես դες 100%-ով ասեմ, իրենք գիտեին։ Իմ հարցը ներկայի Ինչին էր վերաբերում։ Ներկա ժամանակներում էլ ինչ-որ բան խանգարում է։ Տեսեք, բայց քվե ուզեց չէ դրան Տիկին Բաշյան։ Վարչապետը ասաց, որ քվեարկելով մեր օգտին դուք քվեարկում եք հոկտեմբերի 27-ի բացահայտման օգտին։ Այո, եւ մարտի 1-ին։ Չէ, ու ինչ ունեցանք, այո։ Չունեցանք եւ շարունակում ենք անարժանապատիվ ապրել, շարունակում ենք։ Հիմա ինչու այդ արտաքին բաների հետ կապված ես ոչ միայն ես շատ մարդիկ գիտեն, որ դա այդտեղ Ռուսաստանի մատա կա։ Հիմա չեն կարողանում ասել, չեն կարողանում խոսել այդ մասին երևի, ինչ որ բաներ այսինքն արտաքին հետք եք դուք տեսնում։ Անպայման, ժողովուրդ, այն լակոտներն ովքեր էին, որ 5 հոգով մտնեին, այսպես ընտրված մարդկանց սպանեին, եթե իրենց չէին կառավարում, իրենք ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին, ինչ-որ արտաքին ինչ-որ ուժերի մանկլավիկներ չէին։ Այդ դեպքում արտաքին ուժերի համար ինչով էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը։ Հայաստանի քաղաքական իրավիճակ էր այդ պահին, որ նրանց ձեռնտու էր ձեր ասած ընտրովի քաղաքական գործիչների պետական դաշնակցության Հայաստան պետության ինքնիշխանության անկախության դեմ էր ուղղված դա։ Ուզում էին այդ ձևով վերացնեն Հայաստան պետությունը։ Տիկին Բաշյան, ձեզ այս ցուցակը ծանոթ է։ Հա։ Ծանոթ է։ Հոկտեմբերի 27-ից հետո Հա, հրապարակված ցուցակը պաշտոնների, հա, ովքեր որ հավակնում էին։ Այստեղ տեսնում ենք Շիրխանյանի անունը, Ջանգիրյանի անունը, Կիրակոսյան եւ Անդրանիկ Քոչարյան, որի հետ քիչ առաջ դուք զրուցում եք։ Գիտեք ինչ, այդպիսի բաներ շատ կլինեն, ես
ես չեմ հավատում դրանց հավաստիությանը։ Տեսակետ կա, որ Մեղրի պլանի հետ է կապված Տիկին Բախշյան, որովհետև Հերթով։ Արցախյան կարգավորման այսպես կոչված Մեղրի պլանի պատճառով է եղել հոկտեմբերի 27։ Նաև։ Այո, իհարկե, դա շատ հոկտեմբերի 23-ին եղել է պետանվտանգության նիստ, որտեղ այդ հարցն է դրված եղել Քոչարյանի մոտ եւ շատ լավ գիտենք ինչ է եղել, ոնց են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դուրը շրխկացել եւ դուրս եկել, իրենք կատեգորիկ համաձայն չէին։ Այո։ Բայց միայն դա չէ։ Հա? Ջանգիրյանին։ Օհ։ Այնքան հարց ունեմ, որ այնքան հարց ունեմ։ Ասում եք նաև եղել է։ բացի Մեղրի Այո, ես դրդապատճառներ կային ըստ ձեզ, ասացիք միայն Մեղրի հարցը չի, նաև Մեղրի հարցը։ Ժողովուրդ դրդապատճառներ կային ըստ ձեզ։ Հազար ու մի ինձ դժվար հարցեր եք տալիս։ Դրդապատճառ ինչ որ մեկի մի պետության մի քաղաքական, չգիտեմ, գերտերության կոկորտին նստած ենք երևի եւ շարունակելու ենք նստել չվտանգ Տիկին Բախշյան ջան, գիտեմ որ կարևոր վերհիշեք հետո, բայց Ջանգիրյանի հետ դուք հանդիպումներ ունեցել եք, ես հիշում եմ, որ շատ թեժ էին անցել այդ հանդիպումները, վերջին հանդիպումը երբ է եղել եւ ինչով ավարտվեց։ Վերջինը չեմ հիշում, բայց առաջինը հիշում եմ։ 2000 թվականի մարտ ամիսն էր, կանչեց իր կաբինետ, դուռը բացեցի, մտա, ձեռքերս տարածեց, ասեց ինձ չեք օգնում, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողնում աշխատեմ, ինձ չեք օգնում։ Ես էլ այն ժամանակ ընդհանրապես մի մանկավարժ էի, բանից բեխաբար։ Ասի, բա ինչով օգնենք, պարոն ջան։ Ասեց գնացեք Արամին ասեք։ Արամին ասեցի, Արամն ասեց, թող ամեն մարդ իր գործը անի։ Բայց այդ 2003 թվականին, երբ անջատվածը մասը փակվեց, Ջահանգիրյանը դրան դեմ էր։ Ինքը հանուն արդարությամբ, ինքը ասում էր, որ այն մարդիկ, որ ասում են կազմակերպիչ չկա, պատվիրատու չկա, չարաչար սխալվում են, կան, բայց լինելով գլխավոր դատախազ ոչինչ չկարողացավ անել, Աղվան Հովսեփյանը փակեց, վերջացրեց գործը։ Մի հարց է Տիկին Բախշյան, ասում են, քանի բացահայտված չէ հոկտեմբերի 27-ը, նոր հոկտեմբերի 27 հնարավոր է որ տեղի ունենա։ Աստվածոչանի։ Նման վտանգ տեսնում եք պետության գործին առկախված։ Վերջին տարիների զարգացումները հաշվի առնելով։ Ցավոք տեսնում եմ, բայց չեմ ուզում դրա մասին սևեռվեմ, բայց եկեք ասենք, որ երբ Սերժ Սարգսյանի նկատմամբ փորձարվեց, բռնվեցին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ փորձարվեց, բռնվեցին, այսինքն, եթե ուզում են, կանխում են, չեն թողնում, որ ահաբեկչություն լինի, եթե չեն ուզում, լինում է հոկտեմբերի 27, եղավ? Օրվա իշխանություններն այդ դեպքում չեն ուզել կանխել հոկտեմբերի 27։ Իհարկե չեն ուզել։ Ես ասում եմ, աննով եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր, Սերժ Սարգսյանը տեղյակ էր, Ջահանգիրյանը տեղյակ էր, Ջահանգիրյանը Քոչարյանի կաբինետում ասեց, երբ 2000 թվականի մայիսի 10-ին, երբ բոլոր զոհվածների կանանց հավաքել էր, այնտեղ ասեց, ես 12 օր առաջ Վազգենին զգուշացրել եմ։ Ով էր ասում։ Ջահանգիրյանը։ Էլ ոնց ասեմ, ոնց կարող են չիմանան։ Այն մարդ լուր հետևել են, թե ոնց այդ անորմալները, ինչ անորմալ տականքները կմտնեն խորհրդարան, ազգային ժողով ու 8 մարդ կներեք ժողովուրդ էլ